Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, սիրելի գաղափարակիցներ, կապը ընդհատեց դրա համար նորից վերադարձանք։ Սիրելի մարդիկ ջան, ուրեմն ոտից գլուխ օտարի կողմից փչած փուչիկը այսօր իր դղյակում, sense քարոզարշավանո, ամեն ինչ տեսել ենք, բայց դղյակում քարոզարշավանել առաջի անգամ տեսանք։ Ուղղակի ահավոր ծիծաղելի է։ Նախ այդ օտարի կողմից փչված փուչիկին, այդ ոտից գլուխ օտարի փչած փուչիկին կողորդորենք, որպեսզի իրանք հայկական տարրերի հետ լուրջ խնդիր ունեն, որպեսզի իրենք բերանը ծուրտիկ խոխի հետ կոալիցիա կազմեն ու տարրերի փոխանակումներ անեն։ Այն տարրերը, որ օտարի տասոչիկի մոտ չի ստացվում, բայց բերանը ծուրտիկ խոխի մոտ ստացվում է, թողսես մի հատ կոալիցիա կազմեն ու տարրերի փոփոխություններ անեն։ ՌԸ-ի հետ, ՌԸ-ի հետ։ Մի խոսքով ես չեմ ուզում բանագործներս չենք թողնելու նստենք սրանց այգուբեն սովորեցնենք կամ հայերեն խոսել սովորեցնենք։ Դա գալիս է նրանից, որ բերանը ծուրտիկ խոխ է, հայ մարդու այրունը տասնյակ տարիներ ծծած եւ արդեն 8 տարուց ավել հայ մարդու այրան կարոտ մնացած 7 գլխանի վիշապը եւ օտարի կողմից փչված փուչիկը որևէ կապ չեն ունեցել հայոց տարրերի հետ, հայոց լեզվի հետ, Հայաստանի եւ հայ մարդու հետ։ Սրանք ուղղակի Հայաստանը, հայոց տարրերը, հայ մարդկանց, Հայաստանի Հանրապետությունը աշխատացրել են իրենց ազնական շահերի համար, հարստության համար։ Հայաստանի Հանրապետությունը որպես կռվախնձոր օգտագործել են օտարի շահերը սպասարկելու համար տասնյակ տարիներով։ Սրանք Հայաստանի Հանրապետության հարստությունն են օտարին հաջողանալու համար, այդ օտարի տասուչիկները գույք պարկի դիմաց 2 կոպեկ գրոշների դիմաց նիվերաբերել։ Սրանք Հայաստանի Հանրապետության ռազմավարական կարևորագույն արժեք ունեցող հարստություն են 2 կոպեկ գրոշների դիմաց սեփականացնել եւ իրենց մերձավոր շրջապատի, իրենց անձնական երջանկության հարստության համար աշխատացրել։ Այդ ստահակները, այդ օտարի կողմից փչված փուչիկները։ Հիմա այս ոտից գլուխ օտարը, այս օտար երկու օլիգարխը, այս օտարի տասոչիկը եկել է բերանը լիքը, ասում է վարչապետը այլևի կողմից փչած փուչիկ է։ Բայց ոտից գլուխ փչած փուչիկ։ Իհարկե մենք ձեր նման դղյակներ չունենք, մեր պատերը վերանորոգման կարիք ունի։ Մենք ձեր նման դղյակներ չունենք, որ դղյակներից ուղիղ եթերներ անենք։ Դու մի մարդ, որ սաղտյան, որ միշտ օտար ես եղել, օտար միջավայրում ես ապրել, ստեղծել։ Դու մի մարդ, ով ոտից գլուխ օտարի տասովչիկ է, մի մարդ, ով օտարի կողմից փչած փուչիկ է, այ փչած փուչիկ, դու մեզ եկել փչած փուչիկ ասում, դու հիմա եկել ես, դղյակումդ կանգնել ես, մի քանի հոգու առջև, հայ մարդու կողմից, հայ մարդու սեփական որոշմանը, հայ մարդու կողմից ընտրված լեգիտիմ վարչապետին ասում ես, այլևի կողմից փչած փուչիկ, այ ոտից գլուխ տասոչիկ, փչած փուչիկը, ոտից գլուխ դու ես, փչած փուչիկը, ապրածը կյանքով մեկ ես, ու այդ որ ասում ես պայթեցնելու ենք այդ փուչիկը, դու արդեն պայթել ես, եւ հունիսի 7-ին, այ փչած փուչիկ, այ օտարի կողմից, փչած փուչիկ, այ օտարի անձնական տասոչիկ, հունիսի 7-ին, հայ մարդը վերջնականապես տասնյակ տարիներով իր սպասված վրեժը քաղաքակիր մակարդակով լուծելով ձեր տեսակից, ձեր որակից պայթեցնելու է ձեզ, չկասկածեք, անկախ ձեր փողի քանակից, հայ մարդը ամեն օր հայ մարդու ցավը տանեն, հայ մարդը շատ լավ հասկանում է իրական խոսքի լրջությունը, քաղցրությունը, կարևորությունը եւ ձեր ռաբիզ երաժշտությունների տակ կենացները, սենց բեմեր եք սարքում, սենց հայրենասիրական երգեր երգում Ծապտ Ալեքսյանենյան, արա դուք սաղտյակներդ այդ հենց հայրենասիրական երգեր եք երգել Ծապտաբեր, հայ մարդուն ուզացել եք ասեք այդ տեսեք մենք էսի ինչ հայրենասեր ենք կարողանում ենք հայրենասար երգեր երգենք տեղ կենացներով ձեզ հարբեցնենք ու ծապտանք, այս սա կյանքը տետ եք եղել, դուք միշտ այդ ձև հայրենասիրական երգերով ճառեր եք ասել, բայց հայ մարդու սեփական պետությունը որպես կռվախնձոր օգտագործել եք օտարի շահերը սպասարկելու որպես գործիք,
Այդ ու կետ եք եղել։ Կենասներ եք ասել հայ մարդու հարստությունը, սեփականությունը աշխատացրել եք ձեր սեփական երջանկության եւ հարստության համար։ Հայ մարդու ցավը տանեմ։ Հայ մարդու ցավը տանեմ, հայ մարդուն այլևս, հայ մարդը այլևս կեղծ դաշնակցական է, ռաբիզ երաժշտությունների տակ կենասներից չի հարբում։ Հայ մարդը թարգել է հարբեցությունը, այլևս հայ մարդը չի հարբում։ Ձեր այդ կալոշի արաղներից, ձեր այդ սամագոներից, ձեր այդ սամագոն օղիների կենասներից հայ մարդը այլևս չի հարբում, որովհետև հայ մարդը դադարել է կալոշի արաղ խմելը, հայ մարդը դադարել է սամագոն կալուգայի պատվալներում փակած, սակատարած սամագոն խմելը, այս տահակներ։ Հայ մարդը շատ լավ հասկանում է իրական խոսքի արժեքը եւ կեղծավոր խոսքի արժեքը, շատ լավ հասկանում է, շատ լավ տարբերում է իրերը իրարից շատ լավ տարբերում է եւ իրերը կոչում է իրենց անունով եւ ամեն մեկին տանում է իր արժանապատիվ տեղը։ Եվ այդ ամենը հայ մարդը հասկանալով, մարդկանց տարբերելով, կեղծավորությունը, կեղծ կենացները ճշմարտությունից տարբերելով, օտարի տասովչիկներին պետականամետ մարդուց, հայամետ մարդուց տարբերելով, հունիսի 7-ին ամեն մեկի դնելու է իր տեղը։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի գաղափարակիցներ ջան, սրանք թող հենց մեծ խոսանք, կուրաժի տնեն։ Տեսեք, մենք այդքան կանք, կարում ենք այս ձև լեքսիկոններ օգտագործենք։ Այդ սրանց աջակիցները չեն, որ ձայնագրություններ են տարածում, համացածում տարածված ձայնագրություններ կա։ Այս օտարի կողմից փչած փուչիկի աջակիցները չեն, ինչ էր ասում գողականները քֆուր են դրել վարչապետ ընտրողների վրա։ Ես չգիտեմ դու ով ես, քեզնից ինչ ես ներկայացնում։ Բայց թող քո հետ ասած, քո հետ իմացած գողականները քեզանով հետաքրքրվեն, քեզ գտնեն ու մի հատ հասկանան դու ով ես, որ իրանց անունից խոսում ես։ Ու եթե տենց մեկը կա այս պետությունում, որ կարա անկախ իր կարգավիճակից, նախ ասեմ, մենք բոլորս, մենք ինչքան լավ մարդ կա, բոլորին հարգում ենք, լավ մարդու ցավը տանեմ, բայց անձամբ ես ինձանից լավ մարդ չեմ ճանաչում։ Բոլոր լավ մարդ կենաց ցավը տանեմ ես, հարգանքով լավ մարդ կենաց նկատմամբ, ինձնից լավ մարդ ես չեմ ճանաչում։ Ու եթե պետությունում մեկը կա անկախ իր կարգավիճակից, որ կարա վարչապետ ընտրողի վրա քֆուր դնի, ես իր ապրածը գցեմ ոտքերիս տակ։ Եթե պետությունում մեկը կա, որ անկախ իր կարգավիճակից իրով լինելուց, որ կարա վարչապետ ընտրած քաղաքացու վրա քֆուր դնի, ես իր սրբությունները գցեմ ոտքերիս տակ եւ շատ դաժանաբար քայլեմ իր սրբությունների վրայով։ Եթե տես մեկը կա անկախ իր կարգավիճակում, մեզնից որևէ մեկը քաղաքականությունով հետաքրված ակտիվություն չսաբերի, բայց մենք կարմիր գծեր չենք ասնում, մենք չենք կարա մեզ թույլ տանք, անկախ նրանից, թե որ քաղաքացին ում է ընտրում, ում է սատարում, հայհոյենք այդ քաղաքացուն։ Դա ոչ մի տեղ չի տեղավորվում, չկա այդպիսի բան, որ ինչ որ մեկը կարա ինչ որ արդարացում գտնի, որ կարա իրան թույլ տա, ինչ որ քաղաքացուն քֆուր անի, որ ինչ որ ուժի է սատարում։ Ով է այդ լավ տղեն։ Ես այդ լավ տղու ապրածը դնում եմ կասկածի տակ, ով է այդ լավ տղեն, որ կարա վարչապետ ընտրող քաղաքացու վրա քֆուր դնի։ Ով է այդ լավ տղեն։ Ես ուզում եմ այդ լավ տղու հետ հանդիպեմ։ Ով է այդ լավ տղեն։ Եթե ինչ-որ մեկը կա, որ կարա վարչապետ ընտրող քաղաքացու վրա քֆուր դնի ու ինքը ասի լավ տղա է, ես իրան ասում եմ ինքան բարոյականի տղա է, ես իր ապրածը գցեմ ոտքերից տակ, քայլեմ իր ապրածի վրայով։ Հա։ Կամ ով այդ լավ տղեն, որ կարա վարշի քաղաքացու վրա քֆուր դնի, թե ով ում կընտրի։ Ով կարա քաղաքացուն քֆուր անի, որ ինչ այդ քաղաքացին կամ քֆուր դնի քաղաքացու վրա, ինչ այդ քաղաքացի մի այլ ուժի ասատան։ Քաղաքացիները ազատ են իրանց որոշումներով։ Քաղաքացիները ազատ են իրանց ընտրություններով։ Եթե ինչ-որ մեկը կա, որ կարա քաղաքացու վրա քֆուր դնի, որ ինչ վարչապետը ընտրելու կամ վարչապետը սատարում, ու ինքը ասում է ես լավ տղա եմ, ես այդ լավ տղեկին ասում եմ, որ իրանք կամպարարականի վաստակներ են, իրանց լավ տղությունը դնում եմ կասկածի տակ ու քայլեմ ես իրանց տղության վրայով։
Ով է դա։ Սիրելի մարդիկ, սիրելի հայրենակիցներ, մենք շատ լավ ենք հասկանում ինչ է կատարվում։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ բոլորն էլ գիտեն, որ իրական Հայաստանի իրական վարչապետի հորդորները, կոչերը արժեք ունեն մեզ համար։ Դրա համար բոլորը իմանալով այդ ամենը, որ իրական Հայաստանի իրական վարչապետի հորդորները եւ կոչերը արժեք ունեն մեզ համար, մենք չենք կարող անտեսենք վարչապետի հորդորները եւ կոչերին։ Դրա համար իրանք մտեն են սենց համարցակ տղու կերպարի մեջ կուրաժիտ են անում։ Իրանք շատ լավ գիտեն, որ մենք սամասուդանողներ չենք, որ մենք չենք կարող պատեզների դեմ իրենց դիմավորենք մահակներով, մասկեքը դեպքներից քաշած կամ առանց մասկեքի եւ մահակներով այնքան ծեծենք, որ էշին քերի ասեն։ Իրանք այդքանը լավ գիտեն։ Իրանք այդքանը լավ իմանալով հանդերձ մտել են տղու կերպարի մեջ, իրանց փողոցներում կուրաժիտ են գալիս։ Բայց մենք լիքը անելու ձևեր գիտենք, ինչպես միշտ արել ենք ու անում ենք ու անելու ենք քաղաքակիրթ մակարդակով։ Քաղաքակիրթ մակարդակով։ Թող որևէ մեկը, եթե մարդիկ կան, որ միջև հիմա իրական Հայաստանի իրական վարչապետի հորդորներից կոչերից առիթավորված, ոգևորված, թաքնվելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորների հարստության թիկունքում կուրաժիտ են անում, լսեք, քաղաքական մակարդակով ես ձեր տեսակի եւ որակի ընտանիքի անդամներին ցավակցության խոսքերս եմ հայցում քաղաքական մակարդակով ով բայց կալուգացի օլիգարխը որևէ բարոյական իրավունք չունի ինչ որ տենց օտարի կողմից փչած փուչիկներ բան տենց նախադասություններ օգտագործի ով դու այդ բարոյական իրավունքը չունես իսկ ձեր տարերի անճանաչելիությունը իսկ այն որ դուք չեք կարողանում հայերեն երկու բառ իրար հետևից խոսակ գիտեք ինչից նա նրանից է որ ձեր ժամանակներում բերանը ծուրտի քոխա կալուգացի օլիգարխ աղբերդ իշխանություն ա եղել դուք իշխանության մաս եք եղել դուք իշխանության հետ ջերմ հարաբերություն եք եղել տավել առել կիսել եք բիզնեսի մեջ մտած այս պետությունը ձեր անձնական հարստության համար աշխատացրել եք դուք իշխանություն եք եղել եւ ձեր իշխանությունների ժամանակ այս պետությունում տաշնակ մանկապարտեզներ եւ դպրոցներ էր զարթվում ձեր իշխանությունների ժամանակ այս պետությունում մանկապարտեզներ դպրոցներ չէր կառուցվում այդ դրա դուք հայերեն խոսալու հետ խնդիր ունեք այ եթե այս պետությունում ձեր ժամանակներում դպրոցներ հարյուրավոր մանկապարտեզներ դպրոցներ կառուցվեր եվրոպական ստանդարտներին համապատասխան եւ դրսից եւ ներսից դուք ինձ թվում է դուք հայերեն խոսելու հետ խնդիր չեք ունենա այդ դրանից է դուք հայերեն խոսելու հետ խնդիր ունեք որովհետեւ դուք հոգով սրտով սիրահարված եք օտարին որովհետեւ դուք հոգով սրտով սիրահարված եք օտար լեզվին այդ դրա համար հայերեն խոսելու հետ խնդիր ունեք այ եթե դուք հոգով սրտով սիրահարված եք հայոց լեզվին Հայաստանի Հանրապետությանը դուք հայերեն խոսելու հետ խնդիր չեք ունենա այ Հայաստանի Հանրապետությունում կուրաժի տեղացներ Հայաստանի Հանրապետությունը դες համար կուրաժի տնելու տեղ ա եղել որ գաք ձեր չտեսություններով ձեր հարստությունը ցույց տաք այ հայ մարդկանց խոպանչի սարքասներ կոպեկներով խոպաներում աշխատացրեց հլա մի հատ է վերջումներ քցած փողերը չտվածներ այն հայ մարդելով համարցակվել է իր քալալ քրտնքի հետևից գա չեչեներին հրավիրել եւ Մոսկվաներում ծեծե գեթարկել օտարի կողմից փչած փուչիկ ոտից գլուխ կալուգացի օլիգարխ այդ է կարա դու սիրելի հայ մարդ մենք ժամ առ ժամ անհնարինը հնարավոր սարքելով այն անհնարինը որ այս օլիգարխների ամենայն վատ երազում այն անհնարինը որ այս օլիգարխները ամենայն սարսափելու երազում հնարավոր չի պատկերացնեն այդ անհնարինը հնարավոր սարքելով քաղաքակիրթ մակարդակով մենք ժամ առ ժամ այո ժամ առ ժամ ու այո ժամ առ ժամ զինվում ենք քաղաքակիրթ մակարդակով զինվում ենք վրեժխնդրությամբ հունիսի 7-ը 2018 թվականի մերժման օր չի լինելու
Հունիսի 7-ը 2018 թվականի նման մերժման օր չի լինելու։ Ով պետքա մերժել, մերժվել է։ Ինչ պատճառներով, մեզ բոլորիս հայտնի պատճառներով, որոշ անկործությունների, որոշ անձերի իրավական ինստիտուտի, որոշ անձերի անուն ազգանունների անգործության պատճառներով, ժամասպանության պատճառներով ունենք այն ինչ ունենք։ Բայց սիրելի մարդիկ, անձամբ ինձ համար որպես ձեզնից մեկը հունիսի 7 ինձ համար մերժման օր չի լինելու։ Հունիսի 7-ը անձամբ ինձ համար լինելու է վրեժխնդրության օր քաղաքակիրթ մակարդակով։ Ընտրախցիկում։ Այնտեղ որտեղ մարդիկ գնում են իրենց պարքը տալու, այ հենց այդտեղ, հենց այդ վարքյանին, տասնյակ տարիներով ինձ սպասված վրեժխնդրության օրն է լինելու այս գետագիտեքից քաղաքակիրթ մակարդակով։ Եվ ուրեմն մենք անհնարինը հնարավոր սարքելով, այն անհնարինը, որ ոչ մեզ օլիգարխները, որ այս օլիգարխները իրենց ամենայն սարսափելու երազում հնարավոր չի պատկերացնեն, այդ անհնարինը հնարավոր սարքելով, հունիսի 7 անձամբ ինձ համար լինելու է վրեժխնդրության օր քաղաքակիրթ մակարդակով։ Հունիսի 7-ին ես իմ տասնյակ տարիներով սպասված վրեժը լուծելու եմ սրանցից քաղաքակիրթ մակարդակով։ Հունիսի 7-ին Բերանը ծուրտիկ խոխի գլխավորությամբ, հունիսի 7-ին ժամը 12:00-ին Բերանը ծուրտիկ խոխի գլխավորությամբ քաղաքակիրթ մակարդակով տասնյակ տարիներով հայ մարդկանց ծծած այրունը վարար գետի նման, սրանց էս կապուտ այրունը վարար գետի նման հոսելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով, քաղաքակիրթ մակարդակով։ Հունիսի 7-ին հայ մարդ տասնյակ տարիներով հայ մարդու ծծած այրունը քաղաքակիրթ մակարդակով սրանց Բերանից վարար գետի նման հոսելու է քաղաքակիրթ մակարդակով։ Հունիսի 7-ին մենք մեր տասնյակ տարիներով սպասված վրեժը լուծելով սրանց այս գատեքի լինելությունը եւ գործունեությունը ոչնչացնելու ենք իրական Հայաստանի Հանրապետությունում քաղաքակիրթ մակարդակով։ Մենք մեզնից ուժեղը չենք ճանաչում, ցանկությունը չունենք ճանաչելու։ Մենք մեզնից հայրենասերը չենք ճանաչում, ցանկությունը չունենք ճանաչելու։ Եվ հայ մարդը ամեն ինչ տեսել է, տեսնում է, հայ մարդու ցավը տանեն, եւ որևէ մեկը իր մլյարդներով չի կարող հայ մարդուն գնել։ Ոչ մի անբարոյականի վաստակ չի կարող հայ մարդուն գնել, հայ մարդը չի վաճառվում, ով փորձում է իր մլյարդերով հայ մարդուն գնի, ինքը սրբությունը կորցած անբարոյականի վաստակա, ով փորձում է իր մլյարդերով հայ մարդուն գնի, ինքը հայ մարդու թշնամին է, ինքը Հայաստանի Հանրապետության թշնամին է, Հայաստանի Հանրապետությունը չունի ու չի կարող ունենա այնպիսի թշնամի, հայ մարդը աշխարհում որոնի չի կարող փնտրի այնպիսի թշնամի, որ կարա լինի այնքան թշնամի Հայաստանի Հանրապետությանը, ինչքան որ նրանք են, ովքեր փորձում են հայ մարդուն գնեն։ Ես ավելորդ բաներ չեմ ուզում խոսամ, ես ամեն ինչ կանեմ, որպեսզի չնայած ես 8 տարվա ընթացքում, այո, ես էմոցիոնալ տղա եմ, բայց անկախ իմ էմոցիոնալից ես կարմիր գծեր չեմ անցել։ 8 տարի գշեր ցերեկ պայքարել ենք, որպեսզի կարմիր գծերը չանցենք, որտեղ շատ դժվար ժամանակներ ա եղել, անցել ենք, հաղթահարել ենք, թաքուն տեղերը բարձրաձայն լացել ենք, այո, լացել եմ։ Իմ ոնց ասեմ, իմ ներվայնությունս իմ ընտանիքի անդամների վրա եմ թափել, բայց ինքս ինձ վնաս եմ տվել, ցավ եմ պատճառել, բայց երբեք կարմիր գծեր չենք անցել, երբեք իրական Հայաստանի իրական վարչապետի հորդորները չենք խախտել եւ չենք խախտելու։ Դրա համար այս լակոտերը ասես ողքեվորված համարցակ տղու կերպարի մեջ մտած կուրաժի տենը, մեզ գետագյուտեքը, այս չապրածները, հայ դրա համար ասես կուրաժի տենը։ 28 օրեր ամեն ինչ կանենք, որպեսզի ձեր գայթակցության զոհը չդառնանք։ 28 էլ ամեն ինչ կանենք, այո, հարկ եղած դեպքում թաքուն տեղերը կլացենք բարձրացայն։ Բայց հայ մարդու սեփական ընտրության հորդորների եւ կոչերի վրայով չենք թռնի, չենք անցնի, չենք անտեսի։ Օրեր եք հաշվում, անհամբեր, էտա բահենը վերցրեք, լապատկենը վերցրեք։ Այդ ձեր վերցած լապատկով
Հիմիկվանից, հենց հիմիկվանից սկսեք ձեր քաղաքական փոսը փորելը։ Այդ լապատկեն դուք գործել եք, որ վերցրել եք ձեր ձեռը, դուք շատ լավ հասկանում եք, որ եկել է արդեն ժամանակը ձեր քաղաքական փոսը փորելու։ Փոսեք, փորեք ձեր քաղաքական փոսը քաղաքական մակարդակով, որովհետև հունիսի 7-ին ձեր այդ լապատկով փորած փոսի մեջ եք դուք հայտնվելու, այ օտարի կողմից փչած փուչիկներ։ Հայ մարդու որոշման հետ չհամակերպվող, հայ մարդու որոշումից աբիժնիկ մնացած ոչ չուչություններ, ոչ մի բաներ։ Դուք ընդամենը օտարի տասովչիկներ եւ հայ մարդու որոշման հետ չհամակերպող, հայ մարդու որոշումից աբիժնիկ օտարի կողմից փչած փուչիկներ եք, ովքեր որ հունիսի 7-ին պայքելու են։ Աստծով ամեն ինչ լավ է եւ լավ է լինելու։ Բարի գիշեր ձեզ։ Մենք անհնարինը հնարավոր սարքող մարդիկ ենք եւ մենք ժամ առ ժամ անհնարինը հնարավոր ենք սարքելու, այն անհնարինը, որ ոչ մի մլլաթատեր իր ամենասարսափելի երազում չի կարող պատկերացնել, այդ անհնարինը հնարավոր սարքելով մենք մեր ասելիքը կասենք, մեր անելիքը կանենք քաղաքակիրթ մակարդակով։ Բարի գիշեր մարդիկ ջան։